Շուրջ 160 օր կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան է դիմել։ Բողոքարկում են գործարարին ևս 2 ամսով կալանավորելու նոյեմբերի 18-ի որոշումը։ Պետք է որևէ մի բան չընկճվել, չհուսահատվել եւ համառորեն գնալ առաջ։ Ես վստահեցնում եմ ձեզ, ի վերջո այս աբսուրդը իր վերջը ունենալու է։ Վերջին դատավարության ընթացքում փաստաբանական թիմը Կարապետյանին գրավով ազատելու միջնորդություններ ներկայացրել։ Այն մերժվել է, չնայած Վարդևանյանի խոսքով առաջարկված գրավի չափը բավարար է եղել այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքով խնդիր դարձած հարկերն ու տուրքերը վերադարձված համարելու համար, եթե անգամ ենթադրենք, որ Կարապետյանը կարող էր ազատության մեջ խուսափել քննությունից։ Մեր կողմից նիստի ընթացքում առաջարկվող գրավի չափը եղել էր թե պրակտիկայում աննախադեպ, այսինքն չափի տեսանկյունից, թե հենց այդ ենթադրյալ գումարային բաղադրիչը ամբողջությամբ զսպող։ Եվ այդ պայմաններում դատարանը գտավ, որ գրավը չի կարող չեզոքացնել ոչ պատշաճ վարքագծի ռիսկը։ Սամվել Կարապետյանը ըստ փաստաբանի ժպիտով է ընդունել այն պնդումները, թե ինքը կարող է որևէ կերպ խոչընդոտել նախաքննությանը։ Հատկապես, որ նախաքննությունը դոփում է տեղում։ Քննչական խմբի ղեկավարն էլ հայտարարում է, թե չի ուզում հարցաքննել այն վկաներին, որոնց ցուցմունքները գործարարի օգտին են։ Սամվել Կարապետյանը իր խոսքը հնչեցրեց, ժպիտը դեմքին, առայն որ իհարկե երբեք որևէ մի հետապնդումից, նույնիսկ ավելի ծանր շինծու եւ հորինված մեղադրանքներ էլ եթե ներկայացնեն, երբևէ ոչ թաքնվելու է, ոչ խոչընդոտելու է եւ իր արդարության համար իհարկե պայքարելու է, այնպես ինչպես սկսել է, այդ թվում իհարկե բոլոր օրենքով չարգելված միջոցներով։ Վարդևանյանն արդեն ստվերային իրավաբանության մասին է ահազանգում։ Վճռաբեկ դատարանում բողոքարկումները տևում են տարիներ, իսկ Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը լույսի արագությամբ է մուտքագրվում եւ քննվում։ Վճռաբեկատյանը ըստ փաստաբանի քննչական կոմիտեին օժանդակող կառույց է դարձել։ Իրավական համակարգը Սամվել Կարապետյանի գործով տապալվել է, որտեղ մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման եւ ռեպրեսիվ մեքենայի ամենաինտենսիվ դրսևորումը։ Վարդևանյանը նկատում է, եթե Կարապետյանի նկատմամբ այս ապօրինությունները տեղի ունենային Ադրբեջանում, ինքը չէր զարմանա։ 2021 թվականի հունիսի 18-ին Ալիևի հրահանգով հետախուզում էր հայտարարվել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ 5 տարի հետո նույն օրը նա կալանավորվել էր Հայաստանում։ Հիմա Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև քաղաքական պատանդ է, որովհետև այլ բնորոշում եւ բնութագրում այս ամենին ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է տալ։ Վարդևանյանը հիշեցնում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպաններ արդեն արձանագրել են Կարապետյանի նկատմամբ տեղի ունենում քաղաքական հետապնդում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ նրան պատկանող հեծին լիցենզիայից զրկելու որոշումը ՀԾԿՀ-ն կայացրեց հենց այն օրը, երբ եւս 2 ամսով երկարաձգվեց գործարարի կալանքը։ Կարնե Մանգասարյան, Թերեզա Կադաևչյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։